Երեք Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը հիստերիա է առաջացրել Բաքվում, այն աստիճան, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսը որոշել է խզել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ եւ Եվրանեստ խորհրդարանական վեաժողովը լքելու գործընթաց սկսել։ Պատճառն Արցախի եւ հայ գերիների վերաբերյալ բանաձևում տեղ գտած դրույթներն են։ Եվրախորհրդարանն ամրագրել է բռնի տեղահանված հայերի անվտանգ Արցախ վերադառնալու իրավունքը։ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության եւ մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաեւ նրանց անվտանգ, անարգել եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։ Եվրախորհրդարանը դատապարտել է նաեւ Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման պատասխանատուներին եւ հորդորում Լեռնային Ղարաբաղ միջազգային գնահատող առաքելություն ուղարկել։ Եվրախորհրդարանն առանց դիվանագիտական խուսանավող ձևակերպումների դատապարտել է նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների կալանավորված անձանց եւ պատանների կալանավորումը, դա գնահատելով որպես անարդարացի քայլ։ Եվրոպական խորհրդարանը պահանջում է նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել եւ կոչ անում լիարժեք հարգել միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքները։ Նախքան այսօրվա որոշումը Ադրբեջանի արտգործնախարարությունն էր կանչվել Եվրամիության դեսպանը, որտեղ նրան բողոքի կոշտ-նոտա էին հանձնել։ Բաքուն 2015-ին էր ժամանակավորապես խզել կապերը Եվրախորհրդարանի հետ, այն ժամանակ էլ բողոքելով, թե Եվրոպան անգործություն է ցուցաբերում այսպես կոչված հայկական օկուպացիային վերջ դնելու հարցում։ Հիմա Բաքուն Եվրախորհրդարանին մեղադրում է հայ-ադրբեջանական խաղաղությանը խանգարելու մեջ։ Այս կառույցը ոչ միայն խոչընդոտում է Ադրբեջանի եւ Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը, այլև դեմ է մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ խրախուսելով ռևանշիստական ուժերին փորձում է մեր տարածաշրջանը կրկին վերածել հակամարտության գոտու։ Եվրախորհրդարանն Ադրբեջանի հանցագործությունները դատապարտող բանաձև է ընդունում այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանը քար լռություն է պահպանում։ Եթե եվրոպացի падգամավորներն անարդարացի են համարում հայ գերիների ապօրինի պահվելը Բաքվում եւ կոչանում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրանց, ապա Հայաստանի իշխանությունը խուսափում է դա անելուց, հավաստիացնելով միայն թե ամեն ինչ անում են նրանց վերադարձի համար։ Եթե եվրոպացի падգամավորները բռնի տեղահանված հայերի իրավունքների, այդ թվում Արցախ վերադարձի իրավունքի մասին են խոսում, ապա Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել Արցախի էջը եւ կոչ է անում տեղահանված արցախցիներին մոռանալ վերադարձի մասին։ Եթե եվրոպացիները դատապարտում են Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը, ավելին կոչ անում պատժել դրա պատասխանատուներին եւ միջազգային առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, ապա Փաշինյանը ոչ միայն հրաժարվում է դատապարտել, այլև մեծ հաշվով արդարացնում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացումն ու ասում, թե չէ պատրաստվում դա քննարկման առարկա դարձնել։ Իշխանությունները մեծ կարևոր հարցերի ուղղությամբ միանշանակ իրենց օրակարգից հանել են այդ նաև միջազգային գործընկերների հետ իրենց հարաբերություններում, բայց դա չի նշանակում, որ հայդատի գրասենյակները կամ այլ հայկական շրջանակներ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում աշխատող ուղղակի մոռացել են կամ հաշտեն Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականության հետ։ Բանաձևի մշակման եւ ընդունման ուղղությամբ եվրոպական մայրաքաղաքներում գործող Սփյուռքի լոբիստական կառույցներն են աշխատանք տարել, ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու նկատում. Եվրախորհրդարանի տարբերություն Եվրամիության գործադիր իշխանության շատ ավելի ազատ է նման դիրքորոշումներ հայտնելու հարցում։ Եվրամիությունը սակայն լիակատար աջակցություն է հայտնում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին եւ Հայաստանի հռչակած խաղաղության օրակարգին, որում Արցախն ու հայերն իրենց վերադարձի իրավունքով տեղ չունեն։ Ավելին 2022-ի հոկտեմբերին Պրահայում հենց Եվրամիության եւ Ֆրանսիայի միջնորդությամբ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Ինչպես է այդ դեպքում Եվրամիության օրենսդիր մարմինը Բրյուսելի պաշտոնական կուրսից տարբերվող դիրքորոշումներ հայտնում։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով Եվրամիությունն ամեն դեպքում լիովին փակված չի համարում Ղարաբաղյան հարցը, որքան էլ Բրյուսելից հնչող հայտարարություններն ու արվող քայլերը օբյեկտիվորեն նման տպավորություն ստեղծեն։ Այդ համատեքստում կարելի է այդպիսի եզրակացություն անել, որ միգուցե նաև սրանով ուրեմն աջակցում է այսպես էթնիկ զտման ինչ որ տեղի է ունեցել, էլի այդ իրողության հետ է հաշտված, կոնկրետ ես նաև կարող եմ ասել, որ տարբեր մակարդակներում շփումներում ես չեմ նկատում, այսինքն ես հակառակն եմ տեսնում, որ մշտապես խոսվում է, ուղղակի բարձրաձայնվում է սրանք
փակ հանդիպումներ են լինում, հանրային չեն լինում, բայց մշտապես խոսում է վերադարձի իրավունքի հնարավորությունների մասին եւ շատ հաճախ ավելի պրակտիկ հարցեր են տրվում, թե օրինակ ինչ պայմաններում կամ ինչ ձևաչափով եք պատկերացնում։ Որքան էլ Փաշինյանը խոսի Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու մասին, միևնույնն է, եվրոպացի պաշտոնյաները վստահաբար իշխանության հետ փակ հանդիպումներում խոսում են Արցախի եւ հայերի վերադարձի իրավունքի մասին, ասում է Ստեփանյանը։ Այլ բան, որ դա հրապարակային չեն ասում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այնպես ինչպես Հայաստանի իշխանություններն են իրենց համար փակել եւ այսպես ասած քար դրել ամբողջապես Արցախյան խնդրի վրա, դեռ մի բան էլ մեղադրում են վերադարձի մասին խոսողներին պատերազմական կոչ հնչեցնելու մեջ, այդպես չի։ Եթե ձևավորվի հարթակ, որտեղ հնարավոր լինի Արցախի ներկայացուցիչների կամ հայկական եւ ադրբեջանական կողմի միջև սկսի խոսվել այս թեմաների մասին, Եվրոպական միությունը ինչպես խորհրդարանի, այնպես էլ գործադիրի մակարդակով իր աջակցությունն է հայտնել։ Ես դրանով որևէ կասկած չունեմ։ Փաշինյանի խաղաղության ծրագրին աջակցություն հայտնող եվրոպացի առաջնորդները 3 օրից Երևան են գալու մասնակցելու ընտրությունների շեմին այստեղ անցկացվող եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Իշխանությունն այս հարցերը չի դարձնելու օրակարգային։ Ընդդիմադիր ուժերն են մտադիր տարբեր մեթոդներով ցույց տալ եվրոպացի առաջնորդներին, որ Հայաստանում բոլորը համաձայն չեն Փաշինյանի ասածի եւ արածի հետ։